եւ միջնորդությունը ամբողջությամբ բավարարել է։ Շնորհակալություն։ Դատավարության մասնակիցներ դատանը մանրակրկիտ լսեց եւ պաշտպանական եւ մեղադրանքի կողմի եւ պաշտպանական կողմի հարած միջնորդությունները ապաստրի ծավալի հետ կապված, ուրեմն դատանը որոշում է մեղադրանքի կողմի ներկայացած ապացույցների ծավալը հերավոր ապացույցների մասով ամբողջությամբ ընդունում է, այսինքն գրավոր ապաստրը կհետազոտվել, որից հետո վկաները թվում 34 այսինքն թող 34 վկաներն են համբարձում Սիմանյան, Արտակ Հրայր Նազարյան, Արտակ Սահակ Նազարյան, Վաչեկան Շաքրյան, ես 34-ն են որ ներառված են նաև մեղադրական եզրակացությամբ ամբողջությամբ չհրապարակեմ։ Մեղադրողները մանրակրկիտ գործ թերթերով նաև գրավոր ապացույցները ներկայացրեցին։ Նաև դատանի կողմից ընդունել է նաև պաշտպանական կողմի առաջարկված վկաների մասով, մասնավորապես Գառնիկ Դամերյանի, Հովհաննես Ավետիսյանի մասով վկաների ներգրավման, որպես վկա, որպեսզի այդ անձիկ ներգրավեն եւ արձակվեն։ Գրավոր ապացույցների մի մասը, որը որ դատանը մանրակրկիտ գործերով եւ հատորներով նշել էր, համընկնում են մեղադրանքի կողմի ներկայացած գրավոր ապացույցների հետ։ Մի մասը, այսինքն այն ծավալով, որը որ եւ այն հերթականությամբ, որը որ մեղադրանքի կողմը ներկայացնում է գրավոր ապացույցների այդ մասով, հենց այդ հաջորդականությամբ կհետազոտվեն, որից հետո վկաները այն ծավալով, որ պաշտպանական կողմն է գրավոր ապացույցների մասով, այն ծավալով են ձևաչափով, որը որ ցանկանում եք ներկայացնել, պաշտպանական կողմը կներկայացնի։ Հաջորդիվ կլսվեն նաև մեղադրյալների ցուցմունքները, բացառությամբ մեկ մեղադրյալի, որը որ արդեն իսկ այստեղ դատանում հայտնեց, որ չի ցանկանում ցուցմունքներ տալ, հրապարակի վերջինիս նախաքննական ցուցմունք, դա Արման Իսրայելյանին է մասին է խոսքը, ինչ որ վերաբերվում է Սուրեն Աղաջանյանին եւ Սուրեն Աղաջանյանի մասով հետևելը Քրեական դատավարության օրենսգրքի 331 հոդվածի 4 մասը թե ուշադիր լինեք, այդ մասով սահմանվում է, թե ինչ կարգով անձը կարող է ներգրավել վկա։ Հետևաբար այդ ապացույցները հետազոտելուց հետո այս միջնորդությունը անհրաժեշտության դեպքում կարող եք ներկայացնել, դա պաշտպան այո, դրա համար էլ նշվում 331 հոդված քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ մասով։ Այդ պահանջների, այսինքն այդ կարգով, կարող եք ներկայացնել, այդ ժամանակ միանգամից քննության առարկա կդարձնեք։ Հաջորդիվ, ինչ որ վերաբերվում է Քննչական կոմիտեի նախագահի եւ գլխավոր դատախազին, այդ մասով անընդունել է պաշտպանական կողմի միջնորդությունը, դատանը չի ընդունում դա որպես վկա ներգրավելու հիմք եւ մերժում է։ Իսկ հետագա նորից եմ կրկնում, դատավարության մասնակիցները զրկված չեն 334 հոդվածի կարգով քրեական դատավարության օրենսգրքի, որ ապացույցների ծավալը, որը որ դատանը սահմանեց դրանց հետազոտումից հետո ապացույցների ծավալի լրացման վերաբերյալ միջնորդություն անենք եւ այդ հարցերը քննարկենք։ Որից եմ կրկնում, այդ ծավալը այն հաջորդականությամբ, որը որ կողմերը ներկայացրեցիք եւ այն ծավալը